Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դեն շաբաթվա վերջին աշխատանքային օրն է, իսկ կիրակի օրը Վարդավառը լինելու, ինչպես հայտնեցին, Հանրապետության հրապարակ եւ հարակից մի քանի փողոցներ փակ են լինելու, եւ բոլորին քաղաքապետը հրավիրում էր հրապարակ նշելու մեծ շուքով, ջերմությամբ, ջրեով եւ ուրախությամբ տոնելու թերևս մեր հայկական իրականության ամենասիրելի ու սպասված տոներից մեկը Վարդավառը, որը թե մեծերի մասին է, թե փոքրերի մասին է, թե իր մեջ իսկապես շատ գեղեցիկ խորհուրդ ունի, միասնականություն եւ այլն, ու իհարկե ամեն ինչը հետաքրքիր երաժշտության ներքո բարձր տրամադրությունները խոստացել են ապահոված լինելու, գնանք տեսնենք։ Իսկ այսօր մենք կշարունակենք խոսել նրանից, ինչ որ չհասցրեցինք անել երեկ։ Իհարկե top թեման դեռևս Ծառուկյանի գործի բացահայտումներն են, նոր գործեր եւ այլն։ Եկեք նախ գանք երևի թե ամենասկզբից, երեկ ճիշտ է, ես իմ Facebook-յան էջով անդրադարձել եմ, բայց դա մի քիչ այլ ֆորմատ է, թույլ տվեք ընթերցել, թե ինչպես է Ծառուկյանը գցել իրանցիներին, տուժած մի խումբ գործարարներ պնդում են, որ Ծառուկյանի մեղադրանքը լիովին ապաքաղաքական է։ Եվ իհարկե կան այդ ամեն ինչի համար հիմնավորումները։ Նաև սրա հետևանքները հասկանանք, որովհետև գիտեք այլ բան է, երբ որ գցում ես ու մենակ դու ես շահում ու կբռնվես չես բռնվի քո խնդիրն է, եւ կան process-ներ, որոնք որ ոչ միայն քո միջավայրի, այլ մի ամբողջ պետության կարող են վնասել եւ կան process-ներ, որ պետությունների հարաբերություններին կարող են վնասել, ինչը շատ ավելի ճակատագրական կարող լինի անգամ սերունդների համար։ Պարզվում է մոտավորապես այդպիսի մի բան էլ հենց կա։ Գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթին արձագանքելով մի խումբ իրանցի գործարարներ հանդես են եկել հայտարարությամբ, որը փոխանցել են Civic-ին։ Ներկայացնում ենք հայտարարության տեքստը։ Հայ ձեռնարկատեր եւ գործարար Գագիկ Ծառուկյանի դեմ իրանցի գործարարների կողմից ներկայացված հայցի հիման վրա նրա փաստաբան Սարգսյանի կողմից հարցաքննության ժամանակ գործի քաղաքական բնույթի վերաբերյալ արված պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Իր հարցազրույցում նա պնդել է, որ իրանցի գործարարների կողմից ներկայացված հայցը պատրվակ է եղել Գագիկ Ծառուկյանի դեմ դատական գործողություններ ձեռնարկելու համար, սակայն դա չի համապատասխանում իրականությանը։ Այս գործով հայցվորներ հանդիսացող մի շարք իրանցի գործարարներ նշել են մի քանի կարևոր հանգամանքներ։ Առաջին կետն այն է, որ իրանցի գործարարների այցը ներկայացվել է վերոնշյալ խարդախության, մաքսանենգության եւ փողերի լվացման պատճառով եւ այս հայցի ներկայացումը սկսվել է 23 թվականի վերջին միաժամանակ Իրանում եւ Հայաստանում։ Տեսեք ժողովուրդ ջան, միաժամանակ Իրանում եւ Հայաստանում է սկսվել այս գործը, այսինքն եթե Գագիկ Ծառուկյանին փորձում են Իվետայենք եւ բանենք Աբովյանենք եւ մյուսները ներկայացնել քաղաքալացել, ապա ցանկալի կլիներ իմանալ իսկ Իրանում ինչ գործունեություն է ծավալել, որ այդ գործը հարուցվել է, ինչ Իրանի ղեկավարությունն էլ է քաղաքական հայացքների համար Ծառուկյանին ենթարկում բանի քաղաքական հալածանքների, ընդ որում տարեթիվը եկեք հասկանանք 23 թվական 23 թվական Գագիկ Ծառուկյանի ոչ գվոց էր դուրս գալիս, ոչ բվոցը, մարդը զբաղված էր գործով, այսպիսի գործով, բայց գործով։ 23 թվականին դեռ ոչ մի բակական չգիտեր, իրենք մասնակցելու են ընտրություններին, թե չէ։ Ու այդ ժամանակ արդեն գործը սկսվել է։ Հայցը ներկայացվել է հենց այդ ժամանակ։ Այս հայցի օրինականությունը ապացուցվել է ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում անցկացված իրավական եւ դատական հետաքննությունների հիման վրա։ Հետևաբար այս հարցը քաղաքական անհամաձայնություն չի կարելի համարել։
Այս հայցում իրանցի գործարարների օգտին բարձրացված դատական գործերը հաստատող հիմնական գործոնն այն է, որ Իրանի մաքսային ծառայության հարցման եւ Իրանի ոստիկանության զեկույցի հիման վրա իրանցի գործարարների կողմից Ծառուկյանին ուղարկված ապրանքները հասցվել են նրան, սակայն Հայաստանի մաքսային եւ ոստիկանական հաստատությունների կողմից անցկացված հետաքննությունը ցույց է տվել, որ նա դրանք յուրացրել է իր հայեցողությամբ։ Հայկական դատարանները համագործակցելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ մաքսային ծառայության հետ անցկացրել են իրենց սեփական անկախ հետաքննությունները դատավճիռ կայացնելու համար եւ Ծառուկյանի կեղծիքը, մաքսանենգությունը եւ խարդախությունը ապացուցվել են։ Գիտեք, ներքին գործերի նախարարությունները եւ որոշ առհասարակ պետական հաստատությունները առանձին վերցրած նույնպես տարբեր երկրների հետ համագործակցում են եւ երևի թե իզուր չէր, որ քննադատության էր ենթարկվում ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից այն հանգամանքը, որ Հայաստանն ու Իրանը իրենց ռազմավարական համագործակցությունը հասցրեցին բարձրագույն մակարդակի, աննախադեպ մակարդակի, շատ մեծ լայն կազմով, պատվիրակության կազմերով տարբեր ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրեցին։ Երևի այսպիսի պրոցեսներ են, որ խիստ անհանգստացնում են մեր հայրենասեր ընդդիմությանը, ազգայնական ընդդիմությանը, որովհետև կարծես թե շատ բաներ կսկսի բացել ու իրենց ձեռքից թռնում է։ Իրանում որպես կանոն դաշնակցական կառույցը ուներ ամուր արմատներ, իհարկե ըստ իր հայեցողության էր օգտագործում այնտեղի հայության բաները, ցանկությունները, գործողությունը, ներկայացվածությունը եւ այլն, ըստ իր կուսակցության բանի, բայց հենց այստեղ սկսեցին նյարդայնանալ։ Եվ ոչ միայն Իրանի հետ, շատ երկրների հետ սկսել ենք լայն կազմերով տարբեր ուղղություններով, ոչ միայն տնտեսական, քաղաքական եւ ռազմական, այլ նաեւ կրթամշակութային, դատաիրավական, ուժային կառույցների մեջ, այդ սա է, որ նյարդայնացնում է ռուսական թևին, բելոռուսական թևին, եւ նրանք շատ օրինագծերի դեմ փորձում էին պարզապես պախարակիչ գործունեություն ծավալել, դեմոնիզացիայի գործունեություն, այսինքն ոչ մի տրամաբանական պատասխան չունեն, բայց իրանք անընդհատ նկարագրում են, այս ինչ բանը վատն է։ Սա վատն է, ասես լավ, իսկ լավը ո՞րն է։ Դու ո՞րը կընտրեիր։ Չէ, թողեք դա, այս ինչ բանը։ Ահա sense բաների համար, որ համագործակցություններ չստացվեն, որովհետև երբեմնի արած իրենց, այսպես ասած, օտարերկրյա ներդրումները, որով որ փառաբանվում են որոշ անձիկ, հանկարծ կսկսի ջրի երես դուրս գալ, որ դրանք հեչ էլ ներդրումներ չեն, այլ սեփական պետությունը ավելի խորն են թաղել ամենատարբեր բացասական վերաբերմունքների մեջ, միայն իրենց անձնական շահի համար։ Իրանի կառավարության պաշտոնյաները նաև պաշտոնական նամակ են ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանին այս հարցերի հետ կապված հարցերը քննարկելու համար, խնդրելով, որ այս հարցը հետաքննվի։ Իրանցի գործընկերներն են Փաշինյանին նամակ են ուղարկել, ինչ անի Փաշինյանը ասի, գիտեք, քանի որ ինչ պիտի ասի։ Ռազմավարական գործընկերներն են վաղնել, մենք ենք ուղարկելու նամակ, օրինակ։ Հաչեցի Ծառուկյանն, եկեք մի կողմ դնենք, սիրելի իրանցիներ։ Ես չեմ կարող Ծառուկյանին կպնել, որովհետև բոլորը կասեն, որ դա քաղաքական հետապնդում է, ուստի եկեք ուրիշ հանցագործի անուն տվեք, ուրիշով զբաղվենք, հա, սենց եք պատկերացնում։ Հայաստանի մաքսային ծառայությունը վերանայել եւ համաձայնեցրել է Իրանի մաքսային ծառայության կողմից տրված բոլոր ապրանքներն ու բեռնագրերը։ Եվ պարզվել է, որ Ծառուկյանը եւ նրա գործընկերները կեղծել են Իրանից ներմուծված ապրանքներին վերաբերող բոլոր հայտարարագրերը, CMR փաստաթղթերը եւ այլն, եւ մանիպուլյացիաներ են կատարել դրանց քանակի եւ որակի առումով, իրենց օգտին ստանալով $100 միլիոնավոր դոլարների շահույթ։
Այսպես նրանք Իրանից ոչ միայն ապրանք օրինական ճանապարհով չեն ներմուծել եւ կեղծել են դրանց բոլորին վերաբերող փաստաթղթերը։ Սա համարվում է երկու երկրների մաքսային համակարգի խափանում։ Տեսեք, մաքսային համակարգ մեզ որևիցե օտար երկրի հետ մենք ունենք երկու ուղղությամբ համատեղ, որ աշխատանք է գնում։ Մեկը հարավում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մյուսը հյուսիսում Վրաստանի հետ։ Եվ այդ համակարգը խափանել են ամբողջությամբ, պարալիզացրել են։ Սա մեկ վնաս պատճառած պետական համակարգին։ Շարունակենք։ Իրանցի գործարարները 21 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ են ուղարկել իրենց համատեղ ընկերություններին եւ Ծառուկյանին, եւ այդ ապրանքները չեն հայտարարագրվել այդ ընկերություններին, վաճառվել են կեղծ եւ թղթային ընկերություններին կեղծ մաքսային փաստաթղթերի միջոցով, իսկ ստացված գումարը փոխանցվել է Ծառուկյանին եւ նրա ընկերներին, գործընկերներին։ Այս ապրանքների մեծ մասի ճակատագիրը անհայտ է։ Գործը հարուցած հենց այս անհայտ է բառը նայեք ինչա ասում ես։ Այս շատ դեպքերում մենք ասում ենք, չէ, բայց ինչ չսես միլիարդներ դիզել են, ինչ ասես կարողություններ, ինչի չեք կարողանում միանգամից հետ բերել։ Այ հենց էտա, որ պետքա գտնել նախ հիմնա, որովհետեւ նրանք էլ միամիտ չեն, ոչ են բերել ու դրել իրանց տակ նստել վրան։ Չէ։ Այ տեսեք գործը գնում է ամեն ինչ պատրաստ է գրեթե հեսա դատարան կմտնի կալանքը կա բայց որոշ ապրանքների մեծ մասի ճակատագիր դեռևս անհայտ է գործը հարուցած իրանցի գործարարները նշել են որ գործի բովանդակությունը քաղաքական չէ եւ որ հայկական լրատվամիջոցները չպետք է կես մտնոլորտ ստեղծեն այս առումով ինչու են իրանցիները շահագրգռված որովհետեւ ասում են ախպեր ջան մենք այսօր նրա հետ ենք գործանում վաղը այն մյուսի հետ կանենք այն մյուսի հետ ինչ եք մեզ որովհետեւ եթե դուք սրան քաղաքական երանգ եք տալիս ստացվում է որ մենք դրա մի մասնիկն ենք դառնում բայց սա քաղաքական սա կոնկրետ հանցագործություն է խուժանություն խուլիգանություն է որի համար դիմել ենք թե դուք կդիմեիք թե չէ չգիտեմ մենք դիմել ենք սա է Ծառուկյանը կատարել է ակնհայտ առևտրային խախտում որը խաթարել է Իրանի եւ Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները ոչ թե իրանցու ու հայաստանցու ոչ թե Ծառուկյանի ու այդ բան այլ Հայաստանի եւ Իրանի միջև տնտեսական հարաբերությունները Խախտումները կատարվել են անզգույշ ձևով, մինչև այն աստիճան, որ կասկածներ են առաջացել երկու երկրների միջև հարաբերությունները խաթարելու դիտավորյալ փորձի եւ քաղաքական դրդապատճառների վերաբերյալ։ Ասենք մի հատ հիմար վերցրել է մի հատ մեծ քար գցել է միտեղ, դե գնա անի։ Այս սա է ստացվում։ Այսինքն երկու երկրների հարաբերությունները Չգիտես ինչու մեկ էլ ես մեկը մյուսին սկսում եմ մի քիչ վստահել, ասում եմ, մորտես ինչ ա եղել, որ քիչ ա վստահում, դու ես ինչ բան ես անում, այն մեկը ու էլի զգում ես մի տեսակ չի ստացվում, փոխվստահությունը չի ստացվում, իսկ այդ հարաբերություններում ամեն մեկը ասած շատ པարզ ուղիղ չեն խոսում, էլի, դա քուչի բազար չի, կներեք այդ ձևակերպման համար Այնտեղ ավելի դիվանագիտական մթնոլորտ է, ավելի նրբերանգներ են, տենց ոնց ուղիղ ներկեր չեն, էլի ուղիղ գույներ չեն, նրբերանգներ են խոսույթի մեջ։ Եվ պիտի զգաս մարդուն դու պետության ներկայացուցչին դու վստահում ես թե չէ։ Եվ հետագայում էլ նույն էս թրիպ ուղու հետ կապված, չէ՞, դուք գիտեք ինչ, Պարսկաստանը ասում է հարցնում ասում է դա կարող է ինձ վտանգի Փաշինյանը ասում է չէ խոսք եմ տալիս չի վտանգի ու վերջ խոսակցությունը փակում է ոչ դա այդպես չի աշխատանքային process-ի երկխոսությունների զրույցների գուցե հենց ուղիղ տրիպի մասին չխոսեն բայց միևնույնն է վստահ են որ այստեղ ուրեմն խնդիր չի կարող լինել չէ՞ որ գործում է նաև արտաքին հետախուզություն մյուս տվյալներ են փոխանակվում բայց այն որ զգում ես մի բան այն չի Ինչ է, ինչի սկսում ես ասում ես կարող ես քո պատվիրակության մեջ ագենտ կա,
Էնի անհանգստանում անկրտեն կարող է նրա պատվիրակության մեջ ագենտ կա, դու ես նրա բանի վրա ասում դու մի ասա մի հատ հիմարություն, մեկը, կներեք հիմար, մեկը մի հատ հիմարություն է արել, այդ խոսույթի ձևակերպումն է, էլի, մի հիմար կարեկցումա փոսը 7 խելուկ չեն կարողանում հանել։ Այս նույն պրոցեսն է տեղի ունեցել։ Եվ այս 21 միլիոնով, այս պայն հաստատված բանով, հայ-իրանական հարաբերություններն է բերել վտանգի հասցրել, պատկերացնում եք։ Դե հիմա գնացեք, ասեք մեղք էր, բարերարություն է արել, որտեղից այս 21 միլիոնից է բարեգործությունը, այս հարամ փողից, որ մի ամբողջ պետական հարևանի հետ պետական հարաբերություններ կարող էր արժենալ մեզ վրա։ Դուրս եկեք էլ բանը միտինգ եք անում, լավ եք անում, դուք ձեր իրավունքը, չնայած դրա իմաստը պետքը չկար, որովհետև ինչպես եւ ես նկատել էի օրեր առաջ, այդպես էլ 3 ճեպազրույցի ընթացքում վարչապետը ուղիղ պատասխանեց, որ բանա, բնական է, որ նայելու ենք Արարատ ցեմենտի աշխատողներին հո չենք հանելու աշխատանքից, այդ գործանը պիտի աշխատի, այսպես թե այնպես։ Եթե ձեզ չէ, հենց Ծառուկյանը պիտի աշխատասի, դա այդպես չի լինելու։ Չի լինել, չի կարա այտենց լինի։ Այնպես որ ավելի լավ է դուք ձեր գործին եղեք։ Եթե խնդիրը այդտեղ է։ Իսկ խնդիրը հենց քաղաքական եք դուք փորձում դարձնել, ինչը անթույլատրելի է այս իմաստով։ Քաղաքական շարժման չի կարա գնա դա։ Ես նույնպես այս պետության քաղաքացի եմ, բա իմ պահանջը որը պիտի լինի։ Իմ ինչ ձեր կարծիքով գալու եմ միանամ, դες չէ որ առհասարակ ակցիաները դրա համար են, որ գրավեն հասարակության հանրության ուշադրությունը եւ ինչու ոչ նրանց ներգրավվածությունը նույնպես ակնկալ են իրենց գործողությունների մեջ։ Իսկ ես ճիշտ հակառակ ես երեք լսում եմ վարչապետի ճեպազրույցը, կարդում եմ սա, նայում եմ դուք ինչ եք անում այդտեղ, ինձ մոտ լրիվ ուրիշ տրամադրություն առաջանում, ուզում եմ որ ես էլ մի 10,000 հոգով գամ այնտեղ կանգնեմ ու ասեմ հանկարծ սրած չլսեք։ Որովհետև սա պետության մասին է։ Խախտումները կատարվել են անզգույշ ձևով մինչև այն աստիճան, որ կասկածներ են առաջացել երկու երկրների միջև հարաբերությունները խաթարելու դիտավորյալ փորձի եւ քաղաքական դրդապատճառների վերաբերյալ։ Ու գիտեք ինչ, եթե սա դեռ չի հաստատվել, չի նշանակում, որ չէր կարա դիտավորյալ լիներ։ Մարդիկ այնքան թքած ունեն պետության վրա, որ առանց նայելու մենակ թե իրենց շահը լինի։ Բա որ ասում եմ դուք ուր հայրենիքն ուր, դուք ուր պետությունն ուր, դուք չունեք ոչ պետություն, ոչ հայրենիք։ Դուք այն հարուստներն եք, այն օլիգարխերներն եք եղել, ովքեր ասպատակել են սեփական պետությունն ու հայրենիքը, այս ծերից մտել, այն ծերից դուրս եկել, ինչ ուզել արել են։ Բառացիորեն ինչ ուզել արել են, անարգել։ Անարգել բառի երկու իմաստներն էլ, անարգել առանց արգելքի եւ անարգել անարգել իմաստով։ Դու ընտրությունից ընտրություն բոլորը դառնում են խիստ ազգայնական, հավես էլ։ Երկրորդ հանգամանքն այն է, որ 24 թվականից ի վեր Գագիկ Ծառուկյանը եւ նրա գործընկերները սպառնալիքների միջոցով կանխել են իրանցի հայցվորների մուտքը Հայաստան։ Նրանց կողմից հարցը հետապնդելու համար եւ բողոքը հերրակա կարգով հետապնդվել է դատական եւ իրական մարմինների միջոցով։ Արդյունքում հետաքննություններից եւ հարցումներից հետո Ծառուկյանի խախտումը ապացուցված եւ հաստատված է։ Սա եւս մեկ խոչընդոտ, որը որ ժամանակ կարար նստել, էլի, եմ որ ասում եմ 23-ին հարուցել են խիենի, բա որովհետեւ տեսեք ինչքան խոչընդոտներ են եղել։ Ու ին բան էլ վախացրել է, ասել է, չգիտեմ, երևի էլի ասել է կգցեմ առյուծներից մոտ ինչ կանեմ, չգիտեմ, բայց վախացրել է, որ հանկարծ այդ հայցվորները Հայաստանում չդիմեն իրավապահ մարմիններին։ Ես առաջարկում եմ, քանի որ այստեղ դեռ խոսելիք կա, առաջարկում եմ գնանք կարճ դատարի, հետո կշարունակենք, միտքը չկորցնեք, կարճ դատար մեր եթերում։
Վերադառնանք, սիրելի հեռուստադիտողներ։ Մի խոսքով, նա օգտագործել է իրանցի գործարարների սեփականությունը առանց նրանց ներկայության կամ իմացության, փոխանցել է նրանց սեփականությունը կամ իրանցի սեփականատերերի անունից կեղծել է լիազորագրեր եւ երաշխիքներ իր օգտին։ Առանց նրանց համաձայնության, առանց նրանց ներկայության Հայաստանում եւ առանց դրանք պաշտոնական նոտարում գրանցելու Ծառուկյանը կեղծ ստորագրություններով փոխանցել է իրանցի գործարարներին պատկանող ընկերությունների բաժնե տոմսերը։ Իրանցի գործարարները, որոնք այս ընկերությունների միջոցով ձգտում էին Հայաստանում, իմիջայլոց, այս գործարարներին այսպես բաներ անելով, սա կարա լինի, հենց դավաճանական բան, հենց դիտավորյալ էլ կարա լինի։ Մարդկանց վախացնել, քցել, վախացնել, որ իրանք Հայաստանում էլ ներդրումային ծրագրեր չբերեն, որովհետև կարա ունենա ինֆորմացիա, թե ինչ մեծ ներդրումային բանա սպասվում, որտեղ որ պետությունը խառնա լինելու։ Իսկ ինքը չի ցանկացել, որ պետությունը խառն լինի, ինքը ուզեցել է իր ջեբը տանի։ Ինչի մասին է խոսքը, հիմա լսեք։ Իրանցի գործարարները, որոնք այս ընկերությունների միջոցով ձգտում էին Հայաստանում նավթամշակման գործարաններ եւ բենզալցակայաններ հիմնել, լուրջ վնասներ են կրել։ Նավթամշակման գործարան հիմնելու մասին է խոսքը, ժողովուրդ։ Հիմա ես ինչու պիտի կարծեմ, թե սա պատահաբար է եղել։ Բա կախվածությունը կարծես թե մի վայրից մի քիչ ուզում է չեզոքանա, չէ՞։ Նավթամշակման գործարան հիմնել, դա գրեթե նշանակում է, շատ մոտ է հենց այդ ուղիղ նախադասությունը, որ Հայաստանը կարող է իր մոտ ունենալ նավթ։ Բավարարել իր երկրն էլ չներմուծել։ Օրինակ։ Այսինքն որոշակի կախվածությունը չեզոքանում է այստեղ։ Մի կողմից, հիմա այն դաշնակ, հանրապետական, դրանց միքսերը ուժեղ Հայաստանում որ կան, այն որ սենց դուրս է եկել, բա Ադրբեջանից բենզին եք ներկրում դուք մեր տղաների ու այնպես մառազ մարտահայտություններով, բա մի հատ դուրս եկեք, ասեք լսի վուրթի, այս ամեն ինչը մեզ մոտ էինք կարողանում ստանալ, այս ինչի վրա ես քար գցել, չէ, դուրս են եկել, ասում են, Ծառուկյանը կաղբանտարկյալ է։ Դուք հասկանում եք ինչի վրա է քար գցած, իմիջայլոց ձեզ ասեմ, որ ինչպես հասկացա, նավթամշակման գործարան հիմնվելու է Հայաստանում, ինչը լրջագույն ձեռքբերում է, լրջագույն, մեծագույն ձեռքբերում է, կարևոր բան է։ Քոչարյանի ու Սերժի ժամանակները խնդիրը հենց սա էր, նրանք երբեք թույլ չէին տալիս օտարերկրյա ներդրումներ, նրանք օտարին չէին թողնում ստեղ բիզնեսներ, դնի ծրագրեր իրականացնի եւ այլն։ Նրանք օտարին ասում էին ոչ, մեր միջոցով միայն կարող ես անել, որպեսզի իրանք ատկատներ իրաց փողերը քաշեն։ Շատ դեպքերում էլ այդ օտարին վերջում գցում ու ճամփում էին, ասում էին էլես կողմերը չերևաց վերջ։ Ինչի աշխարհի հետ կապեր չէին հաստատում, որովհետև գցում էին սաղ աշխարհին, փող էին աշխատում, ինչի պիտի կապեր հաստատեին, որ հետո այդ երկրներից ոստիկանական համակարգը դիմեր մեր ոստիկանական համակարգին ու սրանք չիմանային ինչ անեն։ Դրա համար են անձնական շահից ելնելով, ժլատությունից ու շահից ելնելով, ագահությունից ելնելով Հայաստանը տարել դրել են մի հատ զամբյուղի մեջ ռուսական ասում է համար լավ է, քան մի սուրու ոչխարը, չէ՞։ Մի այդպիսի երկիր էլ Ռուսաստանն է։ Ռուսը մեծ տեր կկանգնի, հանգիստ քանդեք, ինչ կա չկա։ Ոչ մեկի հետ մի շփվեք, նրանք բոլորը չար են։ Վատն են բոլորը, չշփվեք ոչ մեկի հետ։ Մենակ Ռուսաստանի հետ։ Մեր փրկիչն է Ռուսաստանը։ Այսպիսի բաների համար ու նման գործերը, եթե սկսեն բացել, ես վստահ եմ։ Սրանցից յուրաքանչյուրի վրա ԱԱԾ-ում Այսպես գետնից մինչև առաստաղ գործերը դրած են։ Գետնից մինչև առաստաղ։ Դե ինչքան մարդու են գցել ու կորցրել ստեղ ընդեղ։ Դրա համար էլ չէր կարող, այո, հենց դրա համար Սերժը պիտի մի անգամից մի գիշերում ԵԱՏՄ որոշեր մտնել։
Որովհետև չէր կարա դրսևորել այդքան համարձակություն, չէր կարող դրսևորել այդքան քաղաքական կամք, որ ասոցիացիան պայմանագիրը կնքեր ու Հայաստանը սկսեր մաքրել օլիգարխներից, չէր կարող։ Մի թալանչ էլ ինքներ։ Ու այս ամեն ինչը ժողովուրդ ջան, մեր կյանքի վրա է բացասական ազդեցություն ունեցել։ Մեր ճակատագրերի վրա, մի ամբողջ ժողովրդի ճակատագրի վրա է բացասական ազդեցություն ունեցել։ Ու նրանք դեռ եկել խոսում են հայրենիքից, խոսում են չնայած ինչից պիտի խոսան։ Փորձում են մի բան փրկել, ինչից կարող են խոսալ։ Ցանկացած մեկն էլ դրանից է խոսելու։ Որովհետև մեր ժողովրդին ուրիշ ինչ պիտի ասի։ Ասենք օրինակ Սամվել Կարապետյանը ուրիշ ինչ պիտի ասեր կամ Քոչարյան Ռոբերտը ինչ պիտի ասեր, որ նրան լսող լիներ։ Իսկ հայրենասիրության մեջ զգայունական մասը մեծ է։ Դրա համար Արարատը բան, յանի հեսա գալիս ենք Արարատը հետ բերենք։ Այդքան Արարատի ֆոնին, որ նկարվում է Քարոզ Արշավի ժամանակ, մենք կասեք իմանանք վերջը ինչ դարավ, ինչ ծրագրեր ունեիք էլի։ Ոնց որ թե որևիցե տես լրագրողի չհետաքրքրեց, չհուզեց դա, չգիտեմ ինչ է։ Չնկարվեցիք, լավ արեցիք, Արարատը հայկական է։ Հետո ու մոտ 500,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի այս տեսակին ձեն է տվել։ Տվել է հնարավորություն, որ սրանք եթե իշխանություն չէ, գոնե ընդդիմություն լինեն։ Դա սարսափելի է գիտակցելը։ Երբ որ մասշտաբները տեսնում ես, հələ քո ապրածը մի կողմ։ Սա գիտակցելը սարսափելի է։ Սարոկյանի կեղծիքի եւ խարդախության պատճառով այս ընկերությունները դուրս եկան իրանցի գործընկերների վերահսկողությունից եւ Հայաստանում իրանական նավթավերամշակման գործարան եւ բենզալցական հիմնելու ջանքերը դադարեցվեցին։ Այդպիսով վնասելով երկու կողմերի միջև տնտեսական հարաբերություններին եւ համագործակցությանը։ Սարոկյանի խարդախությունները հանգեցրին նաեւ Հայաստանում Իրանի առևտրի կենտրոնի փակմանը, այնտեղ գործող ավելի քան 270 իրանական ընկերությունների գործունեության կասեցմանը եւ առևտրի կենտրոնում նրանց գույքի բռնագրավմանը։ Այս բան է արել, մտածած խել էլի լա։ Հատկանշական է, որ տվյալ անձի դեմ իրավական գործողությունը ձեռնարկվել է գործում մարկա փաստաթղթերի, ապացույցների եւ անուղղակի ապացույցների հիման վրա, եւ այս հարցը քաղաքական բնույթից չէ։ Իրանում նույնպես գործը քննվում է իրավաբանական հարթակներում եւ մեղադրյալների հանցագործությունները բացահայտվել եւ մեղադրանքները բացատրվել են, եւ նրանց վերջնական պաշտպանությունը ներկայացնում է մինչեւ վերջնական մեղադրական եզրակացության հրապարակումը։ Հայաստանի դատարանները նույնպես քննում են այս հարցը, օրենքն ու արդարադատությունը պահպանելու համար եւ նրանք լիովին միմյանց հետ համաձայն են այս հարցում։ Նույն գործն է երկու երկրներում էլ քննվում ամեն մեկը իր մասով։ Իրանցի գործարարները խնդրում են, որ այս դատական գործընթացը չներկայացվի որպես քաղաքական գործ եւ գործի բովանդակությունը չհայտարարվի որպես զրպարտության եւ ստի առարկա։ Այս դեպքում մաքսանենգությունն ու փողերի լվացումը իրականացվել են Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ եւ այս հարցի բոլոր կողմերը բավականին պարզ են՝ մի խումբ իրանցի գործարարներ։ Ու կան փաստաթղթերը, կնիքներով, ամեն ինչով։ Հիմա ասեք, այսպես է, եթե այս գործի շրջանակներում, օրինակ, ասենք, թե իշխանությունները թույլ են գտնվում, դատարանը վերջնականապես ցույց է տալիս, որ ինքը ամուլ մի հատ բան է, ու դες բաց է թողնում, արդարացվում է Գագիկ Ծառուկյանը, տենց ճնշումներին էլ ենթարկվում ենք, լսում ենք ընդդիմադիրներին, ասում ենք իսկապես
Սա հալացիա պետք է բաց թողնել Ծառուկյանին։ Ճնշումներ ենք գործադրում, բան Ծառուկյանին բաց են թողնում։ Հիմա դուք փոխանակում եք խարդախության մեջ մեղադրվող Ծառուկյանին Իրանի Իսլամական Հանրապետության հետ ունեցած մեր հարաբերությունների հետ, այսինքն դուք պատկերացնում եք ինչ նշանակում, եթե հիմա Ծառուկյանը չնստի։ Դա նշանակում է հայ-իրանական հարաբերությունների վերջնական կործանում։ Ու այդ ամեն ինչին բերել է Ծառուկյանը։ Այնպես որ ձեր պայքարը, ձեր խոսույթը, ձեր ձևեր թափելը, ձեր լացակումած նվնվոցը չեն կարող այստեղ հարց լուծել։ Բացարձակ հարց չեն կարող լուծել։ Որովհետև հարցը արդեն Ծառուկյանը չի։ Հարցը Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությունն է, իր հարևանի հետ հարաբերությունների, առևտրային հարաբերություններում վստահության ամրապնդումն է, վերադարձն ու ամրապնդումն է։ Չի կարող այլ կերպ լինի, չի կարող Հայաստանը այդ ամեն ինչը զոհի հանուն Ծառուկյանի, ով խարդախություն է արել։ Նես չէ՞ որ ասես դա մեր հայինն է, եկեք մեր ճակատագիրը սաղыз դնենք, գցենք գետին, չփոխենք մեկ։ Տես չի։ Սա էս գործն է։ Երեք մի ուրիշ գործ էլ բացվեց։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք։ Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում գործող մարզաառողջարանական համալիրներից մեկը համակարգված կերպով թեր հայտարարագրում է իր գործունեությունից ստացված եկամուտները, էականորեն նվազեցնելով պետական բյուջեի վճարման ենթակա հարկային պարտավորությունները։ Ստացված տեղեկությունների իրացման նպատակով պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մշակել, ձեռնարկել եւ իրականացրել են համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ընկերության գործունեությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերն ու գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը։ Ձեռք բերված տվյալների համալիրի ուսումնասիրության վերլուծության եւ հարկային մարմնի տեղեկատվական բազաներում արկա տվյալների հետ համադրման արդյունքում բացահայտվել են ընկերության հարկային հաշվառման եւ գործունեության իրական ծավալների միջև էական անհամապատասխանություններ։ Պարզվել է, որ 23-ից 24 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել եւ չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամի հարկային պարտավորություն, սակայն բացահայտված փաստերն այսքանով չեն սահմանափակվել։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նաեւ, որ հարկային բեռը նվազեցնելու նպատակով ընկերության գործունեության մի մասը ձևականորեն իրականացրել է նախկին աշխատակիցների անուններով գրանցված իրավաբանական անձանց միջոցով, որոնք գործել են հարկման հատուկ համակարգում։ Այս մեխանիզմի կիրառման արդյունքում շուրջ 158 միլիոն դրամի շրջանառություն դուրս է մնացել ընկերության ներկայացրած ավելացված արժեքի հարկի հաշվարկներից, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել եւս 17 միլիոն դրամից ավելի հարկային պարտավորություն։ Այսպիսով, բացահայտված խախտումների հետևանքով պետությանը պատճառած ընդհանուր վնասը կազմել է շուրջ 849 միլիոն դրամ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ իրականացվում է նախաքննություն։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հետեւողականորեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության բոլոր դրսևորումների դեմ հարկերից խուսափելուն ուղղված յուրաքանչյուր սխեմա ենթակա է բացահայտման եւ իսկ օրենքը շրջանցելու յուրաքանչյուր փորձ իրավական գնահատական է, ասվում է հաղորդագրության մեջ։ Հիմա ես ուրիշ բան եմ մտածում։ Այս փաստաթղթային նյուանսների մեջ
այս խարդախ process-ները բնականաբար Ծառուկյանի մտքի գոհարները չեն։ Այստեղ եղել են որոշ մասնագետներ, ովքեր որ շատ լավ տիրապետում են այդ նյութերին ու խորհուրդ են տվել անել այսպես, ինչը դժվար բացահայտելի կլինի։ Այդ մասնագետներին է պետք գտնել։ Այդ դրանց է պետք գտնել, ովքեր այսպիսի ծառայություններ են մատուցել։ Եվ այն փաստաբանը Էմիլը թող մի հատ պատասխան տա այս հարցերին։ Այս ո՞նց է եղել, որ բա ըստեղ մասնագիտական, փորձագիտական բանտավյալներ քեզ պետք չեն, մինչև այն որ դու կորոշես պաշտպանել Ծառուկյանի շահերը դատարանում։ Թե դու այնտեղ ոնց հասկացա իր անձնական տես բան փաստաբանն ես, անգամ 21 թվականին, երբ բնապահպանությունը մտել է, փորձել է մտնել ու որոշ կենթանիներ արգրավել, վայրի կենթանիներ, դու դուրս ես եկել, ճամփա ես փակել, բան ես արել։ Այս ամեն ինչը իր արժեք ունի իհարկե։ Բայց այ հենց դու որպես փաստաբան նույնպես պատասխանելու բաներ ունես, ձեր բարոյական արժեհամակարգը ինչպիսին է։ Ցնդելու բան է։ Սա է պաշտպանվում։ Սա են պաշտպանում բոլոր են ուժերը, ովքեր սատարում են, ու բոլոր են քաղաքացիները, այո, չեմ վախենա այստեղ նույնպես ասել, ովքեր որ սատարում են հիմա Ծառուկյանին։ Դուք պաշտպանում եք սա։ Դուք Հայաստանի անվտանգությանը դեմ եք։ Դուք դեմ եք հայ-իրանական հարաբերություններին, դուք կողմ եք խարդախություններին, վախի մթնոլորտ ստեղծելուն եւ այլն։ Ու գիտեք, եթե մի քիչ խորանում ես, ասում ես լավ, մի րոպե, Ծառուկյանը որպես իբր քաղաքական գործիչ, չնայած նա այդպեսին երբեք էլ չի եղել, արենայում հայտնվել է արդեն ավելի շատ Քոչարյանի օրոք։ Նա Քոչարյանի օլիգարխն է։ Եվ բնականը նաև դրա համար էր, որ իրենք մինչև վերջ ամբողջ ընտրության քարոզարշավի ընթացքում տենց էլ չիմացանք իրենց առաջին համարը որն էր, ով էր։ Քոչարյանն էր։ Ասում ես լավ, իսկ Քոչարյանը գիտենք, KGB-ի ներկայացուցիչ, Պուտինի ձայնագրություններ եւ այլն, ուղարկած մարդ լինելու հանգամանքը։ Չէ՞ որ սա երբ որ եկել է, փորձել է իր մարդկանց ստեղծել, արարել։ Ինքը այսինքն Ծառուկյաններ է բուծել, ովքեր որ շահագրգռված լինելով, որ իրենք տես ծանոթներ ունեն, միջակ պատկերացումների տեր մարդիկ են, ու կարող են այսիշ բանի վրա թքած ունենալ, այսիշ տեղից քերել եւ այլն, ստեղծել էին մի հատ համակարգ, որի պարագայում իսկապես աշխարհը չէր կարող լուրջ վերաբերվել ոչ Հայաստանին, ոչ էլ Հայաստանից որևիցե մեկին, ով դեռ մի բան էլ կարող էր խոսել Արցախի մասին։ Հասկանում եք։ Այս այն ստեղծած եղել։ Կրկնում Ծառուկյանը միակը չի, ցավոք սրտի։ Ու առաջիկայում մենք դեռ շատ կինոներ ենք ականատես լինելու։ Սյադուտ վսե։ Ու եթե ինչ-որ մի պահ կար, որ խիղճը ստանում էր, ասում էր, լավ, դե հա, ամեն դեպքում չի դիմադրում, թող վերցնեն տանեն, ինչի են պարկասնում։ Չէ, պետությանը այս տեսակ վնաս տվածներին անկախ ամեն ինչից, ես բարոյական տեսանկյունից եմ ասում, ոչ թե մարդու իրավունքների տեսանկյունից, պիտի ոչ միայն պարկասնեն, պիտի քրքաշ տանեն, պարկացրած այսպես քաշելով պիտի տանեն։ Բոլոր նրանց, ովքեր պետության անվտանգությանը, պետության հեղինակությանը, իմիջին այսպիսի վնասներ են տվել, հետո մի հատ էլ եկել կանգնել հայրենիքից են խոսում։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։